Վերջին շրջանում ակտիվացել են փոքր եւ գերփոքր բիզնեսը հարկերից ամբողջությամբ ազատելու քննարկումները, սակայն մասնագետները նման մոտեցումը համարում են ոչ իրատեսական եւ տնտեսության համար վտանգավոր։ Ըստ կառավարության պաշտոնական վիճակագրության 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են պետբյուջե վճարման ենթակա հարկերի զգալի մասը 20.2%։ Բացի այդ, այս ոլորտն ունի աճի հսկայական դինամիկա։ 2018-ից 24 թվականներին գերփոքր բիզնեսների թիվն աճել է 68.6%-ով, իսկ դրանց շրջանառությունը մոտ 4 անգամ։ Ոլորտը ամբողջությամբ հարկերից ազատելու դեպքում տնտեսությանը սպառնում են լուրջ ռիսկեր, մասնավորապես ստվերային գործունեության խթանումը, հարկային թափանցիկության կտրուկ նվազումը եւ խոշոր բիզնեսների արհեստական մասնատումը հարկերից խուսափելու նպատակով։ Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ ըստ նախնական տվյալների ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր եւ կրիպտոդրամա պանակներով իրականացվող փոխանցումներ։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային եւ թղթային փաստաթղթեր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ստացել է ՀԱԷԿ նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու վերաբերյալ ամերիկյան Sargent եւ Lundy ընկերության կատարած նախնական տեխնիկատնտեսական գնահատման ամբողջական փաթեթը։ Ներկայում Հայաստանը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները։ Այս փուլում որևէ տեխնոլոգիայի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի ձևավորվել եւ համապատասխան որոշումների ընդունման կամ դիրքորոշման ներկայացման ժամկետներ սահմանված չեն։ 2026-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 4.5%-ով։ Ալկոհոլ եւ ծխախոտ ապրանքախմբում արձանագրվել է գների ամենաբարձր աճը։ Մայիսին սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը զուգահեռ արձանագրվել է դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի նվազում, ինչը նշանակում է, որ ազգային արժույթը արժևորվել է։ Միացյալ Նահանգների պետական պարտքը 2027-ի ձմռան վերջին կարող է կազմել $41 տրիլիոն։ Ամերիկացի փորձագետների կարծիքով Իրանի դեմ հակամարտության ընթացքում նահանգների ծախսերը հանգեցրել են պետական պարտքի նման ռեկորդային ծավալների։ Միացյալ Նահանգների պետական պարտքը ներկայում կազմում է մոտ $39.2 տրիլիոն։ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ներդրումներ իրականացնել գիտության ոլորտում արհեստական բանականության զարգացման նպատակով։ Առաջիկա 5 տարիների ընթացքում այս ուղղությանը կհատկացվի ընդհանուր առմամբ $1 միլիարդ։ Նախատեսվող համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ եւ նպատակ ունի միավորել գիտական ոլորտում արհեստական բանականության զարգացման ճապոնական եւ ամերիկյան ծրագրերը։ Կուբայի պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա ձեռնարկությունների դեմ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո մի շարք եվրոպական ընկերություններ սկսել են փակել իրենց գործունեությունը Կուբայում։ Սահմանափակումներն արդեն իսկ ազդել են հյուրանոցային եւ լոգիստիկ ոլորտների խոշոր խաղացողների վրա։ Ամերիկյան Amazon ընկերությունն առաջիկա տարիներին ավելի քան 10 միլիարդ եվրո կներդնի Եվրոպայում պատվերների կատարման կենտրոնների ընդլայնման եւ արդիականացման համար։ Ընկերությունը նախատեսում է այդ ժամանակահատվածում ստեղծել եւս 25,000 աշխատատեղ։ Զգալի ուշադրություն է հատկացվելու ռոբոտացմանը։ Ինչպես նախորդ սերնդի ռոբոտները, նոր մոդելները նախատեսված են ֆիզիկապես ծանր աշխատանքների, մեծ ծանրություններ երկար տարածությունների վրա տեղափոխելու համար։ OpenAI ընկերության ChatGPT հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը մայիսին ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը։ Այս ցուցանիշին հասնելու համար հավելվածից պահանջվել է 3 տարի։ ChatGPT-ն իր լսարանն ավելի արագ է մեծացրել, քան ժամանակին Google Maps-ը, TikTok-ը կամ Instagram-ը։ Սակայն զուգահեռաբար շուկայում ուժեղանում է մրցակցությունը Anthropic ընկերության Cloud հավելվածի հետ։ Այս տարվա երկրորդ եռամսյակում Anthropic-ի Cloud հավելվածի ամսական լսարանը կազմել է
56 միլիոն ակտիվ օգտատեր։ Թեև բացարձակ թվով այն զգալիորեն զիջում է ChatGPT-ին, սակայն նրա աճի տեմպը կազմում է մոտ 640%։ Նույն ժամանակահատվածում ChatGPT-ի օգտատերերի թվի տարեկան աճը 62% է։ Մեր նպատակը երբեք պարզապես տպավորիչ վիճակագրություն կամ թվեր նվաճելը չի եղել, այլ այնպիսի գործարքների ստեղծումը, որոնք մարդկանց օգնում են լուծել իրական բարդ խնդիրներ։ Օգտատերերի ներգրավվածության այս ծավալը մեզ թույլ է տալիս ավելի մեծ ռեսուրսներ ուղղել համակարգերի անվտանգության եւ հաջորդ սերնդի մոդելների մշակման վրա։ Այս մրցակցությունն ընթանում է երկու ընկերությունների բորսա դուրս գալու նախապատրաստությունների ֆոնին։ Anthropic-ն արդեն իսկ ներկայացրել է հրապարակային տեղաբաշխման անցկացման հայտ, իսկ OpenAI-ը պատրաստվում է դա անել առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք տեսնում ենք, որ բիզնեսը եւ պրոֆեսիոնալ օգտատերերը փնտրում են ավելի մեծ ճշգրտություն եւ տեքստի խորը ընկալում։ Մեր ռազմավարությունը հիմնված է անվտանգության եւ տրամաբանական կայունության վրա, եւ շուկայի արձագանքը ցույց է տալիս, որ այս մոտեցումն ունի հստակ եւ աճող պահանջարկ։ Չնայած ChatGPT-ի ռեկորդային ցուցանիշներին, շուկայում առաջատար դիրքերի պահպանումը պահանջելու է մշտական տեխնոլոգիական թարմացումներ։ Առաջիկա ամիսներին սպասվող IPO-ները վերջնականապես ցույց կտան, թե ինչպես կվերաբաշխվեն ֆինանսական միջոցներն ու ուժերը այս ոլորտում։ «2026-ի մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 812,448։ Աշխատատեղերի ամենամեծ քանակն ապահովում է մեծածախ եւ մանրածախ առևտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտը, որտեղ բոլոր աշխատողները կենտրոնացված են մասնավոր հատվածում։ Համեմատաբար փոքր աշխատուժ են ներառում փոխադրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտները։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։